էջում, որ տեսնեք, այնտեղ գրված է, թե ով է եղել դիմողը։ Ազգային ժողովի պատգամավորներին 1/5։ Ավելի, այնտեղ նաև գրված է, թե ով է եղել դիմողի ներկայացուցիչ։ Հանդիսացել եմ ես գիտեմ, կարծում եմ մի բան ավելի, թե Սահմանադրական դատարանի որոշումը, երբ գրված է պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, ինչ է իրենից ենթադրում։ Դա ենթադրում է այդ պահին առկա սահմանադրաիրավական ժողովրդի իշխանության իրացման ամենաանկյունակարային փուլի ընտրական գործընթացի այդ պահին անազատության մեջ է, թե ոչ, պատգամավորի կարգավիճակ ձեռքաբերում, թե ոչ, խոսքը այն կարգավիճակի մասին է, որը ապագային է միտված, որը նախկինում եղել է, թե չէ, զերո նշանակություն ունի։